Կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը հրաժարվել է լքել եկեղեցին և շարունակում է իր հոգևոր գործունեությունը։ Նա պատրաստվում է Հովհաննավանքում պատարագ մատուցել, մինչ այդ էլ հասցրել է մկրտության և պսակադրության կարգ կատարել։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները հիշեցնում են. կարգալույծ հոգևորականի կողմից իրականացվող բոլոր ծիսական արարողությունները անվավեր են և չունեն որևէ իրավական կամ եկեղեցական ուժ։ Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրդանես քահանա Բաղալյանն ընդգծում է, որ Հովհաննավանքը սեփականության իրավունքով վերադարձվել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնին և ունի օծյալ քահանա, իսկ կատարվողը կարգի և իրավունքների խախտում է։ Եվ լրջագույնս խախտում է Տեր Սարգիս քահանա Սարգսյանի իրավունքները, որ այդ եկեղեցու քահանան է եւ պիտի պսակներ, մկրտություններ այդտեղ կատարի, պատարագներ մատուցի, նաեւ առաջնորդ բարձր տնօրինությամբ այդտեղ Տեր Մանուկն է նշանակվել, այսինքն երկու քահանաներ կան, որոնք կարգի մեջ դեռ հաստատ են, եւ այս քահանաների իրավունքն է ոտնահարվում, նախ ոտնահարվում է մկրտվողների, պսակվողների նաեւ իրավունքները, երեք ինքը ուզում էր խաբեությամբ պսակադրություն անել, մարդիկ տեղյակ չէին, որ ինքը կարգալույծ է։ Տեր Վրդանես քահանան նշում է, որ վերջին դեպքերից հետո Արագածոտնի թեմը օրինական վկայական տրամադրելու դժվարության առաջ է կանգնել։ Թեմի համակարգիչներն արգրաված, մենք այս մկրտությունների գրանցման այդ հիմքերը դժվարանում ենք այնտեղից վերցնենք եւ օրինական պսակվածները առաջնորդի կողմից մակագրված վկայական վերցնելու խնդիր ունեն։ Այսինքն մենք հարյուրավոր օրինական պսակվածների իրավունքներ ոտնահարվում ապօրինի կերպով առաջնորդի կալանավայրում պահվելու արդյունքում եւ մենք խոսում ենք ապրիորի այն մասին, թե ասենք օրինակի համար կարգալույծ մեկի կողմից արված, ասենք կնունքի համար մարդը վկայական է ուզում։ Աստվածաբան Վարդան Խաչատրյանի կարծիքով, սակայն, վկայական ստանալ կամ չստանալը չէ միակ խնդիրը։ Գիտեք, այդ վկայականների ազդեցությունը դեռ ուռճացված է, այդպիսին չի, նրանք հրամայական օրդեն ունեցող ինչ-որ փաստաթուղթ չեն։ Տեր Փառեն քահանա Առաքելյանն էլ այս ամենի ավելի խորքային բնույթն է ընդգծում։ Հոց չի գալիս սրանից, լավ հետևանքներ չի, սա պառակտում է, հավատացյալ արդեն ժողովրդի պառակտում է, ոչ թե իրական հայ ժողովրդի պառակտում է, արդեն այստեղ քրիստոնյա հավատացյալ ժողովրդի պառակտում է նշանակում։ Այստեղ արդեն փոխորկում եկեղեցու մեջ, ավելի ճիշտ Հայաստանի մեջ քրիստոնյա հայ ժողովրդի մեջ նոր ուղղություն առաջացած հավատքի ուղղվածություն է սկսել ձևավորվել։ Ոնց որ ժամանակին բողոքական եկեղեցին կաթոլիկ եկեղեցուց բաժանվեց, այդ նույն կարգավիճակը ներկա իշխանություն տանում է եկեղեցու վերաբերյալ։ Աստվածաբանի խոսքով եկեղեցու կառուցվածքից դուրս բերված մարդը չի կարող վերադառնալ, առավել ևս բոլորին դեմ գնալով գործողություն իրականացնել։ Այս ամենի ֆոնին նա պատմական զուգահեռ է անցկացնում թոնդրակյան շարժման հետ։ Երբ որ գոյություն ունեցող հոգևորականության մեջ, ասենք զայն բարձրացեց, ներկայիս խնդիրների մոտավորապես նմանությամբ բարձրացրեցին ցածրագույն օղակի ներկայացուցիչները, որ իրենք պետք է ունենան կշիռ, իրենք պետք է ունենան առաջընթացի հնարավորություն եւ այլն, եւ դա վերածվեց հսկայական պատերազմի։ Զուգահեռները շատ են, իսկ ժամանակն ապացուցում է։ Պատմությունը կրկնվելու հատկություն ունի։